Նիկոլ, դու պատասխան ես տալու։ Մենք գիտեմ ենք դու շտեղով ես մանգյամ, վեր փողոցներով ես անցկենում։ Մենք ես ջրելով ենք, Նիկոլ։ Տարածված այս տեսանյութում դիմակավորված ու զինված անձինք սպառնում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մեղադրում Արցախը Ադրբեջանին հանձնելու համար, հայտարարում, թե Հայաստանն էլ է հանձնելու ու հայ ժողովրդին հորդորում են նրան ձայն չտալ։ Գիտեք խեն մասկով, որովհետև հենց մասկեկը հանեն, տեսնելու ենք, որ սրանք են բաներ են, այն որ տակները լցրած փախած մեր զինվորներին մենակ թողած, էլ չեմ բացառում թիկունքից կրակած։ Գաք Հայաստանում մասկա ավտոմատ բան անեք, վիդեո անեք, տարածեք, հատ գտնելի են, տեսեք ովքեր եք, հանեք մասկեկներդ, կամավոր ներկայացեք, մի հատ սրանց տեսեք, հենց փսլինքներին նայեք, հենց համբալներին նայեք, այս այ Ռոբի, Տաշիրի, Սերժիկի, Գագոյի բաներն են, փսլինքներն են, հələ մասկեկներդ հանեք դուս եկեք, տենամ ովքեր եք, կզելու եք, Ռոբի, Տաշիրի, Գագոյի, հետ Սերժն է դավեսկա, փաթեթով կզոցնելու են, փաթեթով։ Երևանում նախընտրական քարոզարշավ իրականացնող վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, տեսանյութի դիմակավորված անձանց այո սպառնում է, սաստիկ ուժային գործողություններով, ինչ վերաբերում է ընտրապայքարում իր մրցակիցների անունները հնչեցնելուն։ Որովհետև թիկունքում մրցակիցներն են կանգնած, եւ նաեւ մրցակիցների սպառնում եմ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ արդարադատությամբ, սպառնում եմ Հայաստանի Հանրապետության 5000 զոհ ասելու համար սպառնում եմ։ Նույն ընդդիմադիրների մասին ասում է, քանի որ հայտնի գործերով հանցանքների ակնհայտ մասնակիցներ են, ինքը որպես ժողովրդի մանդատ ունեցող մարդ սպառնում է, որ նրանք նստելու են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Նախորդ տարիներին բազմիցս ու տարբեր դրվագներով պատասխանատվություն եղել է, նշում է Փաշինյանը, հավելում, որ գործ են ունեցել 23 գլխանի հրեշի հետ, հերթով գլուխները կտրել են, մնացել է վերջին 3-ը, դա էլ պետք է արվի մինչև տարվա վերջ։ Անկախ դիտորդ դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը դիմակավորված անձանց մասնակցությամբ տեսանյութը համարում է կեղծ դրոշով ռուսաստանյան օպերացիայի վառօրինակ, իր հրապարակած տեսանյութում բացատրում է. Կլասիկ ռուսական ակցիա է, որի նպատակն է տպավորություն ստեղծել, որ դա անում են Ղարաբաղցիք, այդ թվում Ղարաբաղցիքի դեմ լարում ստեղծելու համար, նենց որ հորդորոս բոլորին սրանի արձագանք Ղարաբաղցիքի դեմ լարում չլինի, սրանի արձագանք խուճապ չլինի, որտեղ հստակ գործողությունն է, որի նպատակն է այդ թվում նաև խուճապ տարածելը։ Քննչական կոմիտեն տեսանյութի վերաբերյալ հայտնում է նախաձեռնվել է քրեական վարույթ եւ կատարվում է նախաքննություն, հանցագործություն կատարած անձանց ինքնությունները բացահայտելու ուղղությամբ։ Քննչական կոմիտեում ներքին գործերի նախարարության ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն ինքնություններն անհայտ անձինք առանց օրենքով նախատեսված թույլտվության իրացնելու նպատակով որսացել են համակարգչային ցանցում պահվող ընդհանուր օգտագործման համար չնախատեսված եւ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տվյալը ատելության եւ անհանդուրժողականության շարժառիթով ուղիղ եթերի ժամանակ խուլիգանական դրդումներով զուգորդված Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ նրա պետական եւ քաղաքական գործունեության հետ կապված քաղաքական հայացքներով պայմանավորված տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։ Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու եւ հրազենի ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավի ժամանակ հանրային մեծ հնչեղություն ստացավ նաև քաղաքացու հետ մի միջադեպ։ Դուք գողացել եք իմ հայրենիքը, դուք շարունակում եք գողանալ իմ հայրենիքը, մի րոպե, դուք իմ ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել, դուք լավ եմ արել, ես իմ սրտի խոսքն եմ, դուք գողացել եք իմ երեխեքին, դուք գողացել եք իմ եղբորը, դուք իմ եղբորն եք գողացել, դուք գողացել եք իմ ուրախությունը, դուք մեզ գողորել եք,
Ուրեմն դուք փորձեցիք մեզ կզացնել, մենք կզել։ Դուք Աշխատան գիտություններ տեխնացիա որտեղ եք աշխատում դուք։ Որտեղ եք աշխատում։ Չէ, ասա որտեղ եք աշխատում։ Մենք առողջության ապահովագրություն ենք ստեղծել։ Մենք պետություն ենք ստեղծել։ Ուրեմն լսեք ինչն եմ քանում։ Ինչն եմ քանում։ Մեզ կզացնել։ Դուք եք եթե դուք ռոբն եք, ռոբիներ եք կզացնելու, կալուգացիներ եք կզացնելու, գագոյներ եք կզացնելու, Սերժինել։ Վարչապետին մեղադրող այս կինը մանկաբարձ գինեկոլոգ Արփինե Սողոյանն է։ 44-օրյա պատերազմում անհետ կորած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը։ Արփինե Սողոյանի դուստրը Բագրատ Գալստանյանի փաստաբանն է, իսկ փեսան նաև Ռոբերտ Քոչարյանի։ Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ղարաբաղի թեմային Նիկոլ Փաշինյանը շեշտել է. ինքը չի խնայել նույնիսկ իր ընտանիքը։ Ով որ մտածում է, որ ավելի շատ բան է տվել, շատ իզուր, ես իմ ընտանիքը չեմ խնայել։ Ես իմ ընտանիքը չեմ խնայել։ Լսեք, ասում եմ, ես իմ ընտանիքը ես չեմ որոշել, որ իմ ընտանիքը չի զոհվելու։ Ես այս 100 անգամ ասել եմ, իմ տղայի հետ նույն խրամատում գտնվող մարդը զոհվել է, այս sense իրար կպած են եղել։ Զոհվել է, ես չեմ որոշել, որ իմ տղան պետք է չզոհվեր։ Քարոզարշավը շարունակելով Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց բոլորին։ Այսօր զուգարանում մարդ չի սպանվելու։ Ես որ սենց ուղարկում են կան երկրի վարչապետի դեմը խոսան։ Ինչի Ղարաբաղում կարային մի հատ վարչության պետի տեղակալի դեմը մեկը կանգներ երկու բառ նախադասություն անել, գլխից կգրակեն Ստեփանակերտի կենտրոնում։ Դուք հիմա ելեք ուզում եք Ղարաբաղի ժողովրդի նման Հայաստանի ժողովրդին ստրկացնեք, գլուխները պատին եք տվել։ Ռոբներ կար այսօրվանից մասկա հագնի, Սերժնել, կալուգացինել, գագոնել, մասկա հագեք, որովհետև դուք երազելու եք Հայաստանից փախնելու հնարավորության մասին, դուք չեք փախնելու, դուք չոքելու եք Հայաստանի ժողովրդի առաջ եւ պատասխան եք տալու Հայաստանը իբր Ղարաբաղի անվան տակ, իբր Ղարաբաղի համար ծախելու համար, Ղարաբաղը դուք են գլխից եք ծախած եղել, ձեզ համար Ղարաբաղի ժողովուրդը պատանդ ա եղել, Ղարաբաղը պատանդ ա եղել, որ Հայաստանը այդ ծխած կույտի տակ թալանեք, եւ մենք այսօր այդ թալանածը հետ ենք բերել եւ միջև վերջ հետ ենք բերելու։ Թուրքով ու ադրբեջանցիով վախեցնելն ըստ Փաշինյանի ժողովրդին ստրկացնելու նրանց գործիքներից է, ու իրեն էլ մեղադրում են թրքամետության ու ադրբեջանամետության մեջ։ Շեշտում է ինքը Հայաստանի լեգիտիմ վարչապետն է, որը հասկանում է մեր տարածաշրջանում պետք է կարողանանք ապրել առանց կողմնակի միջամտության ու աջակցության, հակառակ դեպքում չենք լինելու պետություն։ Այսօր նրանք տրակում են դրանից, որ մենք ի վերջո դարձնենք պետություն։ Այսօր տրակում են նրանից, որ երբ որ Հայաստանի հարց կա, Հայաստանի հետ կապված, Հայաստանին են հարցնում։ Իսկ նախկինում Հայաստանի հետ կապված հարցերի մասին Հայաստանին չէին հարցնում։ Հայաստանին տեղեկացնում էին։ Այո, մենք պատերազմ ենք անցել, զոհ ենք ունեցել, այո, ունեցել ենք, բայց այդ մենք այդ ամենի միջով անցնելով ձեռք ենք բերել պետություն եւ անկախություն, եւ այսօր յուրաքանչյուր ընկած զինվորի ծնող պետք է իմանա, որ իր որդին, իր զավակը ընկել է, որ իր պետությունը հարատևի, որ իր պետությունը անկախանա, դառնա իրական պետություն, դառնա բարեկեցիկ, դառնա ազատ, դառնա երջանիկ։ Եվ այսօր մենք ազատ ենք։ Փաշինյանը ընդդիմադիրների մասին ասում է, սահմանում հանուն Հայաստանի անվտանգության երբևէ չեն կրակել։ Իրանք կրակել են Աբովյանում, իրանք կրակել են Քանակեր-Զեյթունում, իրանք կրակել են Արաբկիրում, իրանք կրակել են Տեցի կռուգում, իրանք կրակել են Երևանի կենտրոնում։ Հիմա իրանք այդ բոլոր տեղերը թաքուն են ման գալիս, թաքուն, որովհետև գիտեն, որ պատերով կտանք, մեկը թպրտա, պատերով կտանք։ Եվ իրանք դուրս են եք իրանք բեսպրեդելի իշխանությունն են ուզում։ Բայց ես էլի ասում եմ, ես իմ քաղաքական ուղերձն եմ աղում, որոշողը ժողովուրդն է։ Ես ոչ մի խնդիր չունեմ, ժողովուրդը ոնց կորոշի, ինչ կորոշի,
մենք հլու հնազանդ ենք ժողովրդի որոշմանը։ Խնդիր չունեմ ժողովրդի ընտրության հետ, բայց ես պայքարելու եմ միշտ հանուն Հայաստանի անկախության եւ ազատության։ Մեկ այլ միջադեպ տեղի ունեցավ, երբ քարոզարշավի ժամանակ Փաշինյանին մոտեցավ Ղարաբաղում քաղաքական գործունեությամբ զբաղված Արթուր Օսիպյանը։ Ղարաբաղի հարցից ու Ղարաբաղին տրամադրված օգնության թեմաներից հետո բանավեճն աստիճանաբար զարգացավ ու հասավ փախստականների թեմային։ Ադրբեջանը փախստականների վերադարձի պահանջ է դնում, ասաց Օսիպյանը, ում առաջ է դնում, հակադարձեց Փաշինյանը։ Պահանջը համենայն դեպս երբ որ հայտարարում Համենայն դեպս չի, մեր օրակարգում տենց հարց չկա, մի եկեք ստի բաներ խոսացեք։ Հիմա դուք կարում եք այստեղ Իր ասելով չի, դու ինչ ես եկես տեղ ադրբեջանական նարատիվներ տանում։ Իր ասելով չի։ Վարչապետը հեռանում էր, երբ քաշքշոտ սկսվեց։ Հանգիստ մի հատ, հանգիստ ասում եմ։ Հələ ուշադիր մի հատ, լսեք մի հատ։ Երեմ ասում եմ հետևյալը և բացատրում եմ։ Այս Ղարաբաղի պսևդոելիտաները թորրադելներ ստեղից գնան ընդհանրապես։ Որերը մեկը չորովելա։ Արա ի փախած ունեք, արա դու ինչ գործ ունես տեղ ընդհանրապես։ Արա դու ինչ գործ ունես տեղ ընդհանրապես։ Այս ովքերին արասրավ։ Եկել են մապտապտարներ, այս Ղարաբաղի պսևդոելիտաները, ռակները պաշե կարա ընդհանրապես։ Ով եք դու կարա։ Արթուր Օսիպյանը գլուխը պատին է ստովել ակոր, գնալ զոհվել մեր երեխեքի տեղը։ Ներքին գործերի նախարարությունից ավելի ուշ հաստատեցին Արթուր Օսիպյանը ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով եւ տեղափոխվել ոստիկանության Արաբգիրի բաժին։ Աննա Զախարյան, լուրեր։